Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ուղևորվել ենք Հայաստանի հարավ։ Այս մարզը Հայաստանի ամենախրոխտ մարզն է, շրջապատված բազմաթիվ լեռներով, կիրճերով, գետերով, ջրվեժներով, հուշարձանները այստեղ ամենուր են, քարանձավները նույնպես շատ են տարածված, հայտնի են տաճարները, զբոսաշրջիկները այստեղ մեծ քանակությամբ են այցելում, ինչպես հասկացար, մենք ուղևորվում ենք դեպի Սյունիք։ Մարզի տարածքը 4506 կիլոմետր քառակուսի է, բնակչությունը 141,8 մարդ, մարզկենտրոնը Կապանն է, քաղաքներն են Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ։ Մարզով են անցնում Երևան, Գորիս, Արցախ, Երևան, Կապան, Քաջարան, Մեղրի, Իրան ճանապարհները։ Հայաստանի հարավում է գտնվում Սյունիքի մարզը, որը սահմանակից է Արցախի հանրապետությանը և Նախիջևանին, իսկ հարավում Արաքս գետով անցնում է Իրանի հետ պետական սահմանը։ Մարզերից սահմանակից է Վայոց ձորին։ Մարզը, ինչպես նշեցինք, ունի լեռնային բնույթ, թեպետ կան նաև սարահարթեր։ Սարահարթերից հայտնի են Սիսիանի դաշտը և Գորիսի դաշտը։ Խոշոր լեռներն են Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու, Սյունիքի բարձրավանդակը։ Այժմ ձեր էկրաններին տեսնում եք Սիսիանի բարձրադիր դաշտը, իսկ սա Զանգեզուրի լեռներն են։ Հիմա ձեր էկրաններին տեսնում եք Մեղրու լեռները։ Մարզը հարուստ է նաև ներքին ջրերով, հատկապես լեռնային գետերով։ Հայաստանի խոշոր գետերից Որոտանը անցնում է այս մարզի տարածքով։ Խոշոր են նաև Ողջին, Մեղրի գետը, Սիսիանը, Շաքին և սահմանային Արաքս գետերը։ Լճերից տարածված են Սև, Ալ և Կապույտ լճերը, ինչպես նաև կան շատ ջրամբարներ, որոնցից ամենամեծն են Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի և Շամբի ջրամբարները։ Ձեր էկրաններին տեսնում եք հիմա Հայաստանի ամենամեծ գետերից մեկը՝ Որոտանը, իսկ այժմ Սպանդարյանի ջրամբարը։ Օգտակար հանածոներով մարզը բավական հարուստ է։ Տարածված են հիմնականում մետաղական պաշարներ՝ պղինձ, պղնձամոլիբդեն, երկաթաքար, բազմամետաղներ, բազալտ, ինչպես նաև հանքային ջրեր։ Ցածրադիր գոտում ամառը շոգ է և չոր, ձմեռը մեղմ, կայուն ձնածածկույթ չի առաջանում։ Բարձր լեռնային գոտում ձմեռը ձնառատ է ու ցուրտ, տևական, իսկ ամառները զով։ Լանդշաֆտներից տարածված են տափաստանները, անտառները, ալպյան և մերձալպյան մարգագետինները։ Այժմ եկեք հասկանանք, թե ուր կարելի է այցելել, եթե մեկնում ենք Սյունիքի մարզ, Հայաստանի հարավ։ Հայաստանի ճարտարապետական հրաշքներից է Տաթևի վանական համալիրը։ Խնձորեսկը հայտնի է իր ճոճվող կամուրջով և քարանձավներով։ Որոտան գետի հարևանությամբ է գտնվում համանուն վանքը, Որոտնավանքը։ Մարզում կան նաև բնության հուշարձաններ։ Այժմ ձեր էկրանին տեսնում եք Սատանի կամուրջ բնական հուշարձանը, որը գտնվում է Որոտան գետի վրա և մոտ է Տաթևի վանական համալիրին։ Մեր ճանապարհորդությունը ավարտում ենք Հայաստանի ամենաքաղցր քաղաքում՝ Մեղրիում, որի հարևանությամբ գտնվում է հայ-իրանական սահմանը։ Դե ինչ սիրելի աշակերտներ, այցելեք Սյունիք, հիացեք լեռներով և հպարտացեք, որ նժդեհը եղել է հենց այս մարզում։